Վերադառնանք ստուդիա։ Այս շաբաթ արդեն ավարտվում է ուսումնական տարին դպրոցներում եւ դպրոցներից շատերում արդեն ավարտական խնջույքներ կազմակերպելու տրամադրություն է տիրում։ Որտեղ այն սահմանը, որտեղ ավարտական հանդես, էքսկուրսիա եւ խնջույքը չպետք է բեռ դառնան ծնողի համար։ Եվ վերջո դպրոցի ղեկավարությունը թե ծնողն է մեղավոր, երբ դպրոցը վերածվում է շուկայի։ Այս հարցերի շուրջ զրուցելու ենք կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալություն մեր հավեր ընդունելու համար։ Լսեցիք բացման մեջ ինչ ասեցի, բայց ամենասկզբից կխնդրեի, որ ձեր նախաձեռնությունը վստահաբար ստեղծված է հենց այս բազմաթիվ խնդիրների պատճառով։ Նախ կխնդրեի ներկայացնեիք, թե ո՞րն եք համարում ամենահրատապ հարցերը, որ այսօր մեր կրթական համակարգում կա, եւ հետո արդեն խնդիր առ խնդիր կանրադառնանք յուրաքանչյուրին։ Ուրեմն ասեմ, թե ինչպես էս ամեն ինչը տեղի ունեցավ, ապրիլի սկզբներին ես պարզապես Facebook-ում մի ուրեմն կոչ արեցի, եթե ուրեմն ցանկություն կա, եկեք հանդիպենք եւ քննարկենք, թե ինչպես կարելի է փոխել մեր կրթական համակարգը, որովհետեւ ինչքան տեսնում ենք բողոքները եւ դժգոհությունը այդ համակարգից գնալով մեծանում է եւ բավականին մեծ բազմություն հավաքվեց առաջին հանդիպմանը մոտավորապես 60-ից ավել մարդիկ էին եկել, շատ տարբեր մարդիկ, ու ես ասեմ ինչ խնդիրներ ուրվագծվեցին, հա, այդ օրը։ Առաջին հերթին դա սոցիալական այն խիստ անարդարությունն է, որ տիրում է համակարգում, թե դպրոցների ներսում, թե նաև Երևան մարզեր այդ խիստ խզումը։ Մարզերում ունենք մենք շատ վատ պայմաններով, անորակ կրթությամբ, ուրեմն ցածր մակարդակի ուրեմն կրթական կրթություն, որը անհամեմատելի է Երևանի ոչ մի դպրոց չի կարելի համեմատել մարզերում եղած դպրոցների հետ։ Եվ մյուս հարցերից ինչքան էլ ինձ համար հետաքրքիր էր, ուրեմն քննադատական մտածողությունը, որ չկա դպրոցում, այսինքն նա մնացել է տոտալիտար համակարգից եկած որպես մի կառույց, եւ ըստ էության կարելի ասել, որ անցած 25 տարիները դրանք կորսված տարիներ էին, եւ մենք մոտ չի հաջողվել ձևավորել քաղաքացի, ինչի հետևանքներն էլ կարծում եմ միայն տեսնում ենք, այդ թվում նաեւ ուրեմն ընտրությունների ժամանակ մարդկանց ընտրակաշառքի եւ այդ դրամային հարաբերությունների տեսքով։ Ակտիվ մասնակցություն այս ամենում։ Ես երբ որ կարդում էի ձեր այս հայտարարություն, ասեմ, թե նախաձեռնության առանձնացված կետերը, բավականին ուշագրավ իհարկե կետերի հանդիպեցի, բայց հիմա կխնդրեի, քանի որ վերջին զանգ այս շաբաթ պետք է լինի Այբենարանի ավարտական խնջույք, մի քիչ խոսենք այս մասին, երբ մենք զրուցում ենք առանձին ծնողների հետ, բոլորը սրճարաններում, տանը, 4 պատի ներսում բողոքում են, sense չի լինի, այսքան գումար չի կարելի հավաքել, բայց երբ որ բանը հասնում է գումար հավաքելուն, նորից ճոխ ծախսեր եւ ի վերջո մենք ինչ ենք տալիս երեխաներին, էքսկուրսիա, քեֆ ուրախություն, խորովածի կազմակերպման արարողություն, թե ինչու այս ամբողջ այս ամեն ինչը մտնում դպրոց եւ հետո այդ նույն ծնողները մտցնելով այդ ամեն ինչը դպրոց չեն կարող հանել, եթե իրանք էլ ուրախ չեն այդ մտքից։ Շատ լավ, ինձ թվում է, որ այստեղ մենք գործ ունենք մի մտածողության հետ կապված խնդրի հետ, հա։ Գրեթե բոլորի մոտ գերակայում են մտածողությունը, որ իմ երեխայի համար լավ լինի, ես եթե իր հետ կապված խնդիր կլինի, կբարձրաձայնեմ, կդիմեմ տարբերացիաներ, բայց այն սոլիդարության մոտեցումը, հա, համերաշխության, որ կան ծնողական խորհուրդներ, հա, որոնք բոլորի կողմից ծնող կոմիտե են անվանվում, ինչը անցյալից եկած հասկացություն, չկա այդպիսի բան, ծնող կոմիտե չկա, կան ծնողական խորհուրդներ, որտեղ ծնողները կարող են պահանջել, որ նիստ գումարվի, ժողովներ գումարեն եւ այդ հարցերը քննարկեն եւ կոլեգիալ ձևով, ի վերջո ուսուցիչները, տնօրեններն էլ չեն միակ մեղավորները, կարելի է այդ ամեն ինչը քննարկել եւ գալ ընդհանուր հայտարարի, բայց մոտեցումը, որ միայն ինձ համար լավ լինի եւ ես չեմ ուզում մյուսների հետ միավորվել այդ խնդիրը լուծելու, կարծում եմ հենց դրանում է կայանում ամբողջ հարցը։ Եվ ծնողները ես կարծում եմ, որ ամենաանխոցելի խավն է Հայաստանում, այսինքն նրանք նաև աշխատավարձով կապված չեն, հա։ Եթե որոշեն ինքնակազմակերպվել, միանալ, սոլիդարություն ցույց տալ, ըստ էության, եթե փաստարկում ես, քննարկում ես, մեծ մասն էլ համաձայն է, որ դա սխալ է,
Բայց մեծամասնության հետ գնում է։ Չուզենալով նեղացնել, մենք մի դեպք ունեցանք, երբ զանգել էր ծնողը, հանկարծ որոշել էր, որ թեժգից էր զանգել եւ որոշել էր պայքարել դրա դեմ, եւ ինչպես արվում է, ուրեմն ինչ որ ծնողների մի խմբի, որը կապված է ծնողակոմիտեի հետ, տնօրինությունը փորձել էր ուրեմն տրամադրել այդ ծնողի դեմ եւ կաշկանդել, ինչպես կարող ես դու ապացուցել եւ այլն եւ այլն։ Բայց ես կարծում եմ, եթե ամեն դպրոցում մի քանի ծնողներ ինքնակազմակերպվեն եւ նրանք իմանան նաեւ, որ ամբողջ երկրով մեկ կան մարդիկ, որոնք իրենց պես են մտածում, ես կարծում եմ, որ այստեղ շատ հետաքրքիր ինքնակազմակերպման պոտենցիալ կարող է ձևավորվել ու այս մի ամսվա քննարկումները մի մոտ 10-ից ավելի տարբեր խմբերի հանդիպումներ են տեղի ունեցել, ինչքան էլ հետաքրքիր էր, ուրեմն ծնողների նախաձեռնություն կա այստեղ, որի կոչը երեք մենք տարածեցինք, Մեդիալաբի մեր ընկերները այս գեղեցիկ կարիկատուրան պատրաստեցին, այստեղ տեսնում եք, չգիտեմ, տնօրենն է, թե ուսուցիչը նվերներով, որ ասում է գերազանց եք պատրաստվել, ապրեք, ու փաստորեն այստեղ ստացվում է, որ գիտելիքը երկրորդ պլան է մղվում եւ դպրոցը վերածվում է մի առևտրական ինչ-որ օբյեկտի, իհարկե դա նաև ընդհանուր այս քաղաքականության մոտեցումների մեջ է մտնում, բայց մեր խնդիրն է նաև որպես քաղաքացիներ փորձել ուրեմն խնդիրներ բարձրացնել եւ հասարակության կողմից ուրեմն փորձել ինքնակազմակերպման միջոցով այս հարցերը ուրեմն լուծել ոչ ընդդեմ ինչ որ նախարարության կամ գերատեսչությունների, այլ փորձել նրանց բերել քննարկման դաշտ, հա։ Մենք հրավիրել էինք այսօր կրթության եւ գիտության նախարարության աշխատակցին, բայց նա ասաց, որ զբաղված է, չի կարող գալ, երբ որ նրանց հետ էս խոսում, նրանք ասում են նման բան չկա։ Մենք ահազանգ չենք ստանում, տնօրենին ասում ես մենք էլ դրամահավաքությամբ չենք զբաղվում, բայց խնդիրը կա, խնդիրը այնքան շատ կա, որ այսօր հատկապես այս վերջի զանգի եւ Այբենարանի հանդեսի ֆոնին մենք տեսնում ենք, որ ծնողները չունեն եւ սոցիալական պատճառներից ելնելով չեն կարողանում մասնակցել այդ միջոցառումներին եւ սկզբունքային պատճառներից ելնելով չեն ուզում, որ երեխան այդ մշակութային գենոցիդի մեջ մտնի անընդհատ։ Դուք փորձել եք նախարարությանը ներկայացնել ձեր ունեցած տվյալները եւ ասեք, որ թեպետ դուք ասում եք, որ մեր մոտ չկա, բայց իրականությունը լրիվ այլ է։ Գիտեք, մենք բացել ենք մի էլեկտրոնային փոստի հասցե krtakan2017@gmail.com, բոլորը կարող են գրել, եթե ունեն նաև ֆոտոներ, ապացույցներ, մենք փորձում ենք մի ալտերնատիվ թեժգիծի ուրեմն դեր ստանձնել, դեռ չենք որոշել, թե ինչ ձևով ենք նախարարությանը կոնֆրոնտացնելու այդ փաստերի հետ, ինչ ձևով ենք դրանք հանրայնացնելու, բայց հաստատ դրա ձևը կգտնենք։ Օրինակ, հիմա դուք որ ասացիք, հենց գալու ճանապարհին ինձ մեկը գրեց, ուրեմն իմ տան աշխատողը պատմում է, որ իրենց 8-րդ մասիվի դպրոցի տնօրենը սկզբում բոլոր ծնողներին հավաստագիր է ստորագրել տվել, որ իրենց դպրոցում դրամահավաք չկա, ստորագրելուց հետո էլ բոլորից պահանջել է 16000 դրամ, որից 10000 գնալու է տնօրենին եւ այլն եւ այլն։ Այսինքն տեսնում եք ինչ խորամանկ հետաքրքիր մեթոդների են դիմում, այսպեսի մի քանի մենք ուրեմն արդեն փաստեր ունենք, բայց խնդիրը ես էլի եմ ուզում ասել, առանձին փաստերը չեն եւ առանձին մարդկանց դպրոցների իհարկե կոնկրետ նաև դա է, բայց մենք պետք է տեսնենք դա որպես դպրոցում տիրող մթնոլորտի արդյունք, հա։ Դպրոցը ծառայում է որպես ինչ-որ սուբորդինացիաների, իշխանական հարաբերությունների, նաև երեխաներին, ծնողներին ինչ-որ ճնշման հարաբերությունների մեջ ներքաշելու մի վայր, ինչի ապացույցը մենք տեսանք ուրեմն այդ տնօրենների կողմից այդ կուսակցական ցուցակներ հավաքելու մեջ եւ ինձ համար հետաքրքիրը նա էր, որ այն աստիճանի իրենք դա բարոյական են համարում, որ չեն էլ մտածել կամ նորմալ ոչ ոք չի էլ հարցրել իրենց այդ մասին, ինչու եք այդպես անում, որ իրենք կարող են հեռախոսով հանգիստ նաև խոսել այդ մասին, չմտածելով, որ ինչ-որ մեկը կարող է իմանալ այդ մասին։ Հետո հանգիստ դատի տալ Դանիելին Հովհաննիսյան։ Այո, եւ նաև դատի տալ, բայց այստեղ մի հարց կա ինձ համար կարևոր, մենք ըստ էության գործ ունենք բարոյականության գործող չափանիշների ինչ-որ ուրեմն գլխի վայր շուռ տալու հետ, հա։ Այսինքն նրանք նաև այդ աշակերտներին, երեխաներին կրթում են ըստ իրենց արժեքների, ինչը կարող է երկերեսանիությունը, հա, համարվել որպես կարևոր արժեք։
Ես ասեմ իմ անձնական մոտիվացիան ինչի ես սկսեցի ակտիվ զբաղվել դրանով, ես ունեմ 2 երեխա, որոնք դեռևս մանկապարտեզ են գնում եւ հաջորդ տարվանից մեծը նոր դպրոց կայցելի։ Բայց ես արդեն տեսնում եմ այն մեթոդները, որոնք կիրառվում են ուրեմն այն թեմաները ռազմաերնասիրական միմիայն ռազմական ուրեմն եւ կրոնական ռոպագանդայի միջոցով ուրեմն արտահայտվող մեթոդները եւ ես ինքս ցանկանում եմ որ դպրոցում նրանք չբախվեն այդ խնդիրների հետ Բայց երբ որ ուսուցիչը գալիս է ասում է, գիտեք, մենք մայիսի 9-ն ենք նշելու եւ պետք է բոլոր երեխաները հագնված լինեն զինվորների պես եւ գան ինչ որ այդպես տեքստեր արտասանեն, ինչ պետք է անի այդ ժամանակ ծնողը ասի, ոչ իմ երեխան չի մասնակցելու այդ հանդեսին։ Գիտեք, հետաքրքիր է մարդիկ ասում են, եթե դու բողոքի ես քո երեխային վատ կնայեն, վատություն Այո, դա այդ խնդիրներ կա։ Ես կարող եմ ասել, որ դա ուրեմն թյուր ընկալում է, թյուր ըմբռնում է, ընդհակառակը, երբ որ դու խնդիրներ ես բարձրացնում, նրանք ավելի ուշադիր են դառնում, նրանք ավելի զգույշ են դառնում։ Օրինակ, իմ աղջկա խմբում ռազմաերնասիրական, ռազմական թեմայով աշխատում են ոչ մի բան չանեն։ Որտեվ գիտեն, որ այո, որտեվ գիտեն, տեսնում են, ասենք Facebook-ում ես ինչ եմ գրում, ինչ աշխարհայացքի տեր եմ կամ ինչպես եմ դա բանանում, իրանք փորձում են զգույշ լինել։ Բայց հետաքրքիրը նա է, որ պետական չափորոշիչներից իրենք վերցնում են միայն ռազմաերնասիրականը եւ կրոնականը եւ դուրս են թողնում համամարտկային արժեքները, իրավունքը, արդարությունը, հավասարությունը, մարդու երջանկությունը, հա, ինչի վրա է դա հենված։ Ես դուք նշեցիք ռազմահայրենասիրականի եւ կրոնականի մասով, ես ձեր այդ գրառումը որ նայում էի, առավել ստեղծագործական, վերլուծական մոտեցումը հարկ է խթանել։ Պետք է գործեն, սրա մասին խոսեցինք, եթե երեխաները պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին։ Սրանք այնպիսի բաներ են, որոնք շատ ցանկալի են իհարկե որ դպրոցում լինել, բայց հենց երեխան մտնում է դպրոց, մենք տեսնում ենք, որ իրականությունը լրիվ այլ է։ Քանի որ երբ որ արդեն ուսուցիչը մտնում է դպրոց եւ բոլորին պահանջում է նույն մակարդակի վրա պատասխանել դասը եւ հետո բողոքում ծնողին որ գիտես քո երեխան վատն է որովհետեւ չի սովորում դասը այնպես ինչպես որ ես եմ ուզում որ սովորի չեք կարծում որ այսրանք շատ լավ ցանկություններ են բայց այսօր ստեղծված այս արժե համակարգի մեջ գրեթե անիրականանալի Ես գտնում եմ, որ իրականացման շատ գաղափարներ կան, որոնք դեռ օգտագործված չեն եւ կարծում եմ, որ մարդիկ եթե միավորվեն, խնդիրներ ձևակերպեն, շատ բաներ են հնարավոր անել։ Ինձ համար շատ հետաքրքիր է, որ հատկապես նաեւ ուրեմն միջին խավին պատկանող ընտանիքներից որոնք կրթություն ունեն, բավականին նաև բավարար եկամուտ ունեն, նրանք նույնպես չեն ցանկանում ինքնակազմակերպվել, միավորվել եւ փորձել կոլեգիալ, կոլեկտիվ, հա, սոլիդարության հիման վրա փորձել լուծել, որովհետև մենք չենք դաստիարակում երեխաներ, որոնք առանձին են ապրելու, իրենք ապրելու են հասարակության մեջ, դպրոցը այդ հասարակության սոցիալիզացիայի մի վայրերից մեկն է։ Եթե մենք չփորձենք միասին ինչ-որ կոնսենսուսի գալ, գտնել ինչ-որ լուծումներ, նրանք վաղ թե ուշ իհարկե առանձին են փորձելու մյուսի հաշվին հարստանալ կամ մյուսի հաշվին հաջողություն ունենալ։ Այսինքն ես կուզենայի, որ մենք փորձենք սա դիտարկել ավելի լայն սոլիդարության եւ հասարակական սոլիդարության գործիք։ Կրթությունը շատ հետաքրքիր ոլորտ է եւ ես կարծում եմ, որ մենք կարող ենք շատ հետաքրքիր արդյունքներ ունենալ, եթե այս հարցերը բարձրաձայնենք։ Ծնողներից շատերը, երբ որ այսօր այսպես տետատե զրույցների ժամանակ խոսում ես, համաձայն են բոլոր կետերի հետ, բայց արդեն հենց որ մտնում են դպրոց, իրավիճակը լրիվ փոխվում է։ Եվ հիմնական խնդիրը այն է հաճոյանալ ուսուցչին լավ գնահատական ստանալու համար։ Ինչու լավ գնահատական ստանալու համար, որովհետև մենք սա էլ գիտենք, թե ինչ շուկա է այդ հարաբերություններում։ Սա արդեն արմատացած խնդիր չէ մեզ մոտ դեռ խորհրդային տարիներից եկած եւ մենք հասկանում ենք որ դուք այդ ամեն ինչը գրելով ավելի արևմտյան մոդելն եք կրթության տեսնում այստեղ բայց այն արժեքները որոնք մեզ դեռ հնից եկել են շատ դժվար է հանել Մենք խնդիր չունենք ինչ որ արևմտյան կամ արևելյան մեթոդների, մենք խնդիր ունենք տեսնել թե համամարտկային մոդելների մեզ համար ինչն է կարևոր, հա, ինչ արժեքներ են մեզ համար կարևոր։ Հիմա մենք գործ ունենք, կարծում եմ, որ դիտավորյալ մի գործելակերպի հետ,
Չէ՞ որ կրթական համակարգը ունի ղեկավարներ, ունի լիազոր մարմին, որը ղեկավարում է։ Եթե դուք այսպիսի հարցեր եք քննարկում կրթության նախարարության հետ, հիմնական արգումենտը այն է, որ տեսեք ծնողները ինչ են անում։ Բայց ես ձեզ ասեմ, ես որ հիմա արդեն իմ երեխաներին տանում եմ դպրոց, ես իրենց կրթական համակարգի միջով եմ անցել։ Եվ այդ կրթական համակարգը բովանդակային առումով ոչ մի փոփոխություն չի կրել։ Բայց ինքը չի հաջողել ստեղծել քաղաքացուն, ձևավորել են քննադատական քաղաքացուն, որը ցանկացած հարց կքններ տարբեր տեսանկյուններից, հա, իրենց պետք է մի լսող, հնազանդվող եւ հիմա կրթական համակարգի հետաքրքիր փոփոխությունների նաեւ քննարկումներ են տեղի ունենում այդ մասին ուզում են պոլիսային, այո, մենք չգիտենք թե ուր են ցանկանում տանել, հա, այդ նաեւ կա ազգ-բանակ կոնցեպտը, չգիտեմ, կրթության մակարդակը իջեցնել եւ եղածին էլ տանել բանակ։ Ես չգիտեմ, աղքատները պետք է պարզապես պաշտպանեն հարուստների ունեցվածքը, թե ինչով պետք է նրանք զբաղվեն, եթե կրթություն չստանան։ Իսկ առանց կրթության մենք գիտենք, որ նրանք չեն կարողանա պարզապես բարձրանալ այդ կարիերայի ուրեմն աստիճաններով եւ հասնել հարուստներին, հա։ Վարչապետը վերջերս հանձնարարական տվեց կրթության եւ գիտության նախարարությանը օպտիմալացման, հա, դպրոցների օպտիմալացումը կազմակերպելու համար եւ այնտեղ մի քանի կետեր էին նշված, բայց թերևս ամենախնդրահարույցներից մեկը հենց այդ դպրոցների թվի կրճատումն է, որ մտահոգում է։ Մենք այսօր տեսնում ենք կենտրոնի դպրոցների գերծանրաբեռնվածությունը եւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում կենտրոնից դուրս թեկուս։ Եվ այսպես անունով հայտնի էլիտար դպրոցներում ինչ է կատարվում եւ ինչ է կատարվում ոչ անունով էլիտար դպրոցներում։ Չէ՞ կարծում, որ պետք է սկսեին ավելի ճիշտ բաշխում կատարել, քան փակել կամ օպտիմալացնել կամ չգիտեմ ինչ անել այդ դպրոցները։ Դուք որպես արդեն ես կարող եմ իմ մտքերը սրա մասին ասել։ Իհարկե, այստեղ խմբեր կան, մասնագիտական խումբ կա, այլ ընտրանքային մեթոդների խումբ է շատ հետաքրքիր ձևավորվել, իրենք արդեն 3 հանդիպում են ունեցել, որ փորձում են նաև ավանդական դպրոցների մեջ ներմուծել։ Բայց ես ասեմ ձեզ մի բան, օպտիմալացում ասելով մեր մոտ մի քիչ հիմա սովորություն կա գեղեցիկ անուններով կատարել վատ գործեր, հա։ Կրթական համակարգի կրճատում է տեղի ունենալու, ինչպես նաև մյուս պետական ոլորտների իմ կարծիքով։ Այսինքն տուժել են ուսուցիչները։ Ես կարծում եմ, որ այո, առանց այդ էլ նրանք շատ ցածր աշխատավարձ են ստանում, եւ գլխավոր խնդիրներից մեկը նաև այն է, որ ամբողջ այդ բեռը, հա, տարբեր խավերի միջև միջնորդելու, ուրեմն ինչ որ մի ընդհանուր եզրեր արժեքային մի դաշտում աշխատելու ընկած է ուսուցիչների վրա։ Այսինքն այն սոցիալական կոնֆլիկտները, որ պետք է ըստ էության քաղաքական հասարակական դաշտում լուծվեին, դրանք ջարդվում են ամբողջը ուսուցիչների վրա եւ նրանք ամենաթույլ օղակն են։ Ու եթե տնօրենները նրանց են ուրեմն օգտագործում եւ ծնողներն էլ նրանց մեղադրում են առանց փորձելու ինքնակազմակերպել, նրանք շատ վատ վիճակում են իրականում հայտնվում։ Բայց ուրեմն օպտիմալացումը դա խնդիր է եւ լուծումը դուք տեսնում եք, որ շատ ծնողներ ուղղակի հանում են իրենց երեխային, տանում են ավելի լավ դպրոց։ Իսկ դա նշանակում է էլիտարացում, մոտեցում, որ ինձ թվում է, որ վերևից իջեցվում է, այսինքն այդ գերազանցության կենտրոնները, հա, 17-18 մի քանի ուժեղ դպրոցներ, նաեւ ռեգիոններով տարածված, որոնց չեն կարող երբեք հասնել օրինակ Տավուշի Շիրակի մարզում մարդը երեխան հեռավոր գյուղում դպրոց է գնում, նա այսինքն բոլոր շանսերից զրկվում է ընդհանրապես այդ հանրային բարիքից մի մաս ունենալու։ Դուք նշում եք մարզերը, բայց անգամ կենտրոնից դուրս, հա, երրորդ մաս, Բանգլադեշ, նույն դպրոցները դատարկ են, այսինքն չէ՞ կարծում, որ սա այն դեպքն է, որ պետք է պարզապես թեթևացնել կենտրոնի դպրոցները։ Այո։ Այո, իհարկե, եւ կենտրոնում էլ որոշ չափով ծնողները ավելի ամբիցիոզ են, հավակնոտ են, մի քիչ ավելի իրավագիտակից են, արվարձաններում մի քիչ ավելի մարդիկ կաշկանդված են, չգիտեմ, ու նաև խնդիր է, մեր մասնագետներից շատերն ասում են, որ այն դպրոցներում հատկապես, որոնք գտնվում են տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ, այսինքն կրթության նախարարության ենթակայության տակ դպրոցները մի քիչ ավելի առաջադեմ են, ազատ են եւ կարող են բավականին ուրեմն իրենց նախաձեռնություններում ազատ լինել, այնինչ եթե նաև ընտրություններին նայեք, գլխավոր ճնշումները եղել են հենց հատկապես մարզապետարանի
ավետարանների եւ քաղաքապետարանների կողմից։ Դուք այստեղ ձեր այս գրառումների մեջ գրել եք ներկայիս կրթական համակարգը չի անում ամենակարևորը, չի սովորեցնում երեխաներին մտածել, վերլուծել, անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել։ Տպավորություն է, որ համակարգի իմաստը միայն երեխաների ուղեղները ծանրաբեռնելու մեջ է եւ հաճախ այնպիսի ինֆորմացիա է, որոնք իրենց հետագա կյանքի համար այդքան էլ պիտանի չեն։ Չէ՞ կարծում, որ այստեղ նաեւ կրթության եւ գիտության մեղք այնքանում է, որ այն դասագրքերը, որոնք այսօր մտնում են դպրոց, ընդհանրապես այնպես են կառուցված, այնպես են շարադրված, որ շատ անգամ ծնողը չի հասկանում ինչի մասին է խոսքը, որ երեխային բացատրի։ Փորձելու եք այս դասագրքերի հետ կապված ինչ-որ հարցում եւս աշխատանքներ տանել, գուցե ներկայացնելու կրթության եւ գիտության նախարարությանը կամ չգիտեմ ինչպես եք այս մասով որոշում աշխատել։ Դուք կարդում եք առանձին ծնողների առանձին տպավորությունները, սա որոնք դուք հավաքագրել եք, որ հետո մենք հավաքագրել ենք, խմբավորել ենք, բայց ասեմ ձեզ, որ կրթության բովանդակությունը ընդհանրապես շատ մեծ խնդիր է, ոչ միայն նաև ուրեմն դասագրքերում է վերցվում այն բովանդակությունը, որը որոշակի ֆիլտրի մեջով է անցնում։ Այսինքն օրինակ Տերյանից, Չարենցից մենք կարդում ենք միմիայն նրանց հայրենիքի գովերքող եւ ռազմաերնասիրական։ Այսինքն հասարակական քննադատության միտքը ընդհանրապես տեղ չունի, հայ լուսավորության, ուրեմն լուսավորական միտքը գրեթե տեղ չունի այդ ծրագրերի մեջ, եւ եթե մատուցվում էլ է, չգիտեմ, միգուցե առանձին դպրոցներում ինչ որ չափով մատուցվում է, ընդհանուր առմամբ մենք կրթական բովանդակության խնդիր ունենք։ Բայց նաև դա կապված է, ինչպես գիտեք, դասագրքերի ընտրության այդ կոռուպցիոն երևույթների հետ, թե ինչպես է դա արվում, այդ ատկատները ինչպես են գումարներ տալիս եւ մենք այստեղ իսկապես պետք է նաև ուրեմն քննարկել ենք այլընտրանքային կրթական հարթակներ ստեղծելու հարցը, որ եթե ծնողը ցանկանում է, նաև դպրոցին պետք է ազատություն տալ, որ ինքը մեթոդների եւ բովանդակության առումով ասենք որոշակի չափով ունենա հնարավորություն այլ աղբյուրներից օգտվելու, օգտագործել ալտերնատիվ ինչ-որ Ինչը այսօր անում են իդեպ ոչ պետական դպրոցներից շատերը։ Որոշ դպրոցներ այո անում են դա։ Շատ լավ, եւ ամփոփելով մեր զրույցը վերադառնանք սկզբին, դուք որպես այսպիսի նախաձեռնության մեջ հայտնված մարդ, ինքներդ ստեղծած այս նախաձեռնությունը ստեղծած մարդ, ինչ խորհուրդ կտաք այն ծնողներին, ովքեր հիմա այդ տվայտանքների մեջ են, ինչ անեմ, երեխայիս ուղարկեմ այդ էքսկուրսիային, ուղարկեմ այդ գումարը, չուղարկեմ այդ գումարը, պայքարեմ ծնողների հետ, թե ինչ անեմ։ Ես կարծում եմ, մինչև այսօր մենք Հայաստանում ունեցել ենք միայն ռեակցիոն քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք արձագանքել են Մաշտոցի պուրակում կամ 100-ից դրամը, ԴՄՄ, ինչ-որ վերևից իջեցված խնդիրների։ Եթե մենք կարողանանք հիմա պրոակտիվ ինքներս կազմակերպվել, խնդիր բարձրացնել, խնդիր դնել եւ փորձել ամեն մեկը կարող է իր դպրոցում համախոհներ գտնել, այստեղ չկա մեր նախաձեռնության մեջ իդեպ ասեմ շատ տարբեր մարդիկ եկել են, ամեն մեկը ինչ որ մի բանով զբաղված է եւ ոչ մի հիերարխիկ ստրուկտուրաներ չկա, ամեն մեկը անում է այն ինչ որ ինքը ուրեմն համարում է արդյունավետ։ Ես կարծում եմ, որ այդ ամեն ինչի մեջ է պոտենցիալը, որպեսզի մենք կարողանանք փոխել մեր հասարակությունը։ Ի վերջո մենք չենք սովորում դպրոցների համար եւ չենք սովորում ինչ որ մեկին գումար տալու եւ նրա ուրեմն գոհունակությունը կամ գնահատականը ստանալու համար, այդ ամեն ինչը մեզ համար ենք անում եւ կարծում եմ, որ դպրոցը ամենակենտրոնական ըստ էության մարմիններից մեկն է մեր հասարակության, պետք է փորձենք փոխել մեր կրթական համակարգը, ես կարծում եմ։ Հուսանք, որ ձեր նախաձեռնությունը արդյունավետ կաշխատի։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, զրուցում էի կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Բահրամ Սողոմոնյանի հետ։